Բարի երեկո եւ շնորհավոր նոր տարի։ Թող 2026-ը խաղաղ լինի, թող առատ լինի եւ ինչպես ասում են, փայտե ձին ոսկի բերի։ Այս երեկո ներսում է Աբրահամ Բաբիկյանը։ Մի տեսակ շատ արևմտահայկական անուն է, բայց նա վաղուց Երևանում է։ Իսկ հիմա դիմավորեք նրան, ով նոր տարում ձեզ խոստացել է, որ կսկսի ճիշտ սնվել, բայց հիշեցնենք, որ նա խոստանում է նաև ամեն հունվար եւ մոռանում մինչեւ հունվարի 8-ը։ Այսօր նա կրկին այստեղ է, կրկին ներս է գալիս եւ կրկին հավանաբար սոված է։ Բարի գալուստ ներսարի, ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի ժողովուրդ, դե ինչ շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Այո, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Սուրբ Ծննդյան առաջին շաբաթն է եւ իհարկե ավելի պայծառ տոն չի էլ կարող լինել։ Շնորհավոր եւ թող խաղաղություն լինի մեր բոլոր ընտանիքներում։ Ու ի դեպ, շնորհավոր ոչ միայն նոր տարին, այլ նաեւ այն փաստը, որ մենք բոլորս կրկին փորձում ենք խաբել մեր մարմնին, ասելով, որ նորից դիետա ենք սկսում։ Բայց իրականում մեր սառնարանները դեռ ապրում են տոնական ռեժիմով։ Մեկ տոլմա, երկու օլիվիե, մի մեծ գաթա, որը չի վերջանում, որովհետեւ եկողը գաթա է բերում։ Ու այս տարի որոշեցի, որ ամեն ինչ փոխվելու է, սկսելու է մարզվել, առողջ ուտել, վարել կարգապահ կյանք, բայց դա վաղվանից։ Այսօր ավելի կարևոր բան ունենք անելու, սկսում ենք տարվա առաջին լիարժեք թողարկումը։ Ասեմ անկեղծ, այսօր մեր հյուրն այն մարդն է, ում Instagram-ը նայելիս հասկանում ես մի պարզ փաստ։ Խոհանոցը ոչ թե արվեստ է, այլ ազգապահպան գործունեությունն այն հավատարիմ մարդկանցից է, ովքեր ապացուցում են, որ հայկական ուտեստն ունի բազմազանություն, հումոր եւ ուժ։ Բայց նրան հրավիրելուց առաջ, ինչպես միշտ գնալու ենք բարի մոտ, բայց մինչ այդ ողջունենք Rootline and Friends Band-ին, տղեկ բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ եք, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, մայստրո գնանք դեպի բար, գնացինք։ Այսօր որոշեցի պատրաստել մի փոքր տոնական ու մեղմ կոկտեյլ։ Խմիչք, որի համը ունի հիշողություն, հոգատարություն եւ ճիշտ կոնյակի ազդեցություն։ Սկզբի համար իհարկե վերցնում ենք Armenia Wine ընկերության ձեռագերտ գլուխգործոց V&M կոնյակը, կոնյակ, որը տարիներով հնեցվել է Բազալտե Մարանում Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։ Այո, ճիշտ ասացիք, կոնյակը հասունացել է մեղեդու ռիթմով, ոչ թե շտապողականությամբ։ Սա այն հազվագյուտ բարագան է, երբ խմիչքը դառնում է դասական արվեստ, իսկ տերուարը ֆրանսիական տեխնոլոգիայի եւ հայկական խաղողի միաձուլում։ Ստեղծվում է այն ազնվական նոտաները, որոնք միաժամանակ եւ հին են, եւ նոր, եւ տաք, եւ չափազանց նրբաճաշակ։ Այսօր օգտագործում եմ V&M 5 տարեկան սիմֆոնիան։ Նրա բույրը հիշեցնում է չորացրած մրգեր, մեղմ կաղնուշեշտեր, իսկ համը խորհրդավոր ներդաշնակություն, որը շատ մոտ է դասական սիմֆոնիայի տրամադրությանը։ Եվ այսպես լցնում ենք 45 մլ 5 տարեկան V&M, բազմապատկում եմ 2-ով իմ եւ հյուրիս համար, դուք տանը եւս կարող եք պատրաստել այս easy mix-երը 10 մլ մեղրի օշարակ, անգամ 2 նորից, թարմ նարնջի հյութ, 25 մլ ամեն բաժակի համար, խնձորի հյութ 15 մլ ամեն բաժակին, մի փոքր ապերոլ, մոտավորապես 20 մլ ամեն բաժակին։ Լավ խառնում ենք։ Ես բաժակում եւս ունեմ սառույց արդեն, ու այս easy mix-երը հիշեցնում եմ, որ պատրաստում եմ, որպեսզի դուք ներսարին դիտելիս կարողանաք տանը շատ արագ V&M կոնյակի հիմքով պատրաստել ու վայելել ներսարին դիտելիս։ Կարծում եմ ստացվեց մի շքեղ բան։ Վերջում ավելացնում ենք փոքրիկ դարչնի ձողիկներ։ Եվ վերջ։ Կոկտեյլը պատրաստ է։
Դե ինչ, ասեմ, որ այս կոնյակը չի սիրում կորել ուժեղ համերի մեջ։ Դրա համար չափաբաժիններն այստեղ շատ հաշվարկված են։ Այս կոկտեյլը շատ պարզ լեզվով ասած համերի փոքրիկ սիմֆոնիա է, որովհետև B&M սիմֆոնիան ինքն արդեն երաժշտական նյութ է։ Ես այստեղ չեմ ուզում խոսել չափից ավել կոնյակի նրբությունների մասին, դրա համար վերջացնում եմ այստեղ ձեզ պատմել իմ հրաշալի գործընկերոջ մասին, շտապում եմ դեղվի իմ սեղանը, որովհետև վարկյաններ անց հյուրս կլինի ներսում, գնացինք։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա երբ Ներսեսը բարում արդեն որոշեց, որ 2026-ը նույնպես առողջ ապրելակերպով չի սկսվելու, ժամանակն է ասել, թե ով է լինելու երեկոյի հյուրը։ Աբրահամ Բաբիկյան, իսկ ինչու հենց նա, կիմանաք Ներսեսից։ Ինտարին անցավ գնաց մի օրվա պես, նորից նոր, դալին նորից ուրախանդես, ծմեր պա, ձյունանու շիկն ու նորից ես, շնորհավորում ենք, շատ ենք սիրում ձեզ, շնորհավորում ենք, շատ ենք սիրում ձեզ, ինտարին անցավ գնաց մի օրվա պես, նորից նոր, դալին նորից ուրախանդես, ծմեր պա, ձյունանու շիկն ու էլի ես, շնորհավորում ենք, շատ ենք սիրում ձեզ, շնորհավորում ենք, շատ ենք սիրում ձեզ։ Մենք վերադարձանք եւ ուզում եմ ներկայացնել տարվա լավագույն առաջարկը։ Հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Ձեր ծննդյան օրը կամ ընկերական հանդիպումները հիշարժան դարձնելու համար ընտրեք Park Bridge։ Ջերմ մթնոլորտ, հետաքրքիր ուտեստներ եւ անթերի սպասարկում։ Park Bridge ռեստորանում ամեն օր կարող եք վայելել շոու ծրագիր, երգ, պար, ուրախ ժամանց եւ իհարկե համեղ խոհանոցի լավագույն ուտեստները։ Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ ընկերական հավաքույթները կդարձնի իսկապես անմոռանալի։ Փաթեթների լավագույն տարբերակներին ծանոթանալու համար զանգահարեք 094 38 0606։ Անցկացրեք եւ վայելեք ձեր տոնական օրերը հենց Park Bridge ռեստորանում։ Ես իհարկե փորձեցի դաթարի ընթացքում մի քիչ մտածել, արդյոք այս տարի ինչ որ բան փոխվելու է իմ կյանքում, բայց անկեղծ ասած հասկացա մեկ բան. մարդ չի կարող հունվարի 8-ին լուրջ որոշումներ կայացնել։ Այսօր միակ բանը, որ ես փոխել եմ, այն է, որ իմ կոկտեյլի բաժակը դատարկվելու է շատ արագ։ Բայց գիտեք, հունվարի 8-ը իրականում ինչ է, օր, երբ դու կամ փորձում ես հասկանալ ինչն ես չարաշահել համեղությունների միջից, կամ փորձում ես հասկանալ, թե ինչ եղավ, որ արդեն 8 օր է դու փորձում ես սկսել դիետան, բայց միաժամանակ չես ուզում հրաժարվել մնացած ուտեստներից։ Իսկ մենք այսօր ներսում ունենալու ենք մի մարդ, ով ցանկացած օրն էլ կարող է դարձնել համի տոն։ Մի մարդ, ում Instagram-ը նայելիս ես որոշեցի, որ իմ սառնարանը պիտի ներողություն խնդրի իր վարքի համար։ Մի մարդ, ով ապացուցում է, որ հայկական ուտեստը ոչ միայն պատմություն ունի, այլ նաև հումոր եւ շունչ։ Սիրելի մարդիկ, դիմավորեք այս երեկոյի գլխավոր համը, Armenian Food Blog-ը։ Թեժ խոհանոցի ուժը, ջավախքի հպարտությունը։ Բարի գալուստ Աբրահամ Բաբիկյան, ներսարի։ Բարի երեկո, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ քեզ տեսնել ներսում ու շնորհակալ եմ, որ այստեղ ես, ոնց ես։ Շնորհակալություն, մերսի հրավերի համար։ Քեզ շնորհակալություն։ Անձամբ եմ սարքել B&M-ի հիմքով, բայց վստահեցնում եմ, որ Աբրահամի մեզ համով չեմ կարող սարքել, բայց բառում արդեն դիրքերս շատ լավն էր։ Ամրապնդում եմ։ Աբրահամ, մինչև կացնենք խոհանոցային աշխարհին, գանք ամենասկզբից։ Ջավախք, մանկություն, ինչ մանկություն ունեցար Ջավախքում եւ երբ որոշեցիր, որ պիտի գաս Երևան։ Ջավախքում շատ լավ էր։ Միշտ իմ նպատակը երազանքի եղել էր գալ եւ ապրել Հայաստանում, բայց լրիվ պատահական ստացվեց իմ գալը։ Եկել եմ 17 տարեկանում սովորելու նպատակով, բայց 2014 թիվ սեպտեմբերի 7 լրիվ ճակատագրական էր, քանի որ հենց այդ օրը պետք է գնայի Թիֆլիս սովորելու եւ այդ օրը գալիս եմ Երևան։ Ահա։ Լրիվ ճանապարհները սենց փոխվում են կտրուկ։ Որոշում ես չգնալ Թիֆլիս, այնտեղ ուսումը չստանալ ու գալ Երևան, շատ Այո, բայց արդեն ուշ էր Երևանում սովորելու համար, դրա համար չէր ընդունվել այստեղ, հա։ Այո, Թիֆլիս ընդունվել էի։ Թողեցի Թիֆլիսը եւ եկա Հայաստան։
Վաու, ինչ եղավ, ոնց կայացրեցիր այդ որոշումը։ Իրականում այդքան էլ իմ սրտով չէր որոշումը այդ պահին, բայց պետք է գայի։ Ընտանիքի հետ պետք է գայի Հայաստան։ Այդ պահին տենց էր։ Բայց հիմա հուսամ ուրախ ես, որ Հիմա շատ ուրախ եմ, ընտանիքը արդեն Վրաստանում է, իսկ ես Հայաստանում մենակ լավ է, հավես է։ Ես տեսնում եմ, որ դու հաճախ բայց նաև գնում ես, չէ՞, վաղ այնտեղից եւս տեսանյութերը հրապարակ ու շատ կպած ես քո հողի ջրին։ Փորձում եմ, որովհետև հենց իմ բլոգը ինքը դեմից եղել է միտքը գնալ ավելի հայկականին, ավելի արմատներին, իսկ դա ես հիշում եմ իմ մանկության ուտելիքները, որ տատիկս պատրաստում էր, որոնք ես փորձում էի, եւ իմ ամենավառ հիշողությունները մանկության հետ դրանք այն համերն էին, այն ուտելիքներն էին, որոնք ես փորձել եմ եւ կերել եմ երեխա ժամանակ։ Ու արձագանքից նաև կուզեմ պատմես, որ հենց այդ ուտեստները սկսեցիր ներկայացնել։ Առաջի հոլովակը հիշում եմ պանրխաշներ, որ իմ մանկության ամենասիրելի ուտեստն է, ինքը շատ պարզ, յուղ, լավաշ եւ չեչիլ պանիրներ, թել, որ պատրաստեցի եւ երևի թե մեկ շաբաթ չանցած 600,000 դիտում հավաքեց ու ավել, ասեցի լավ, կարելի է ինչ որ բլոգ սկսել ու հայկական, քանի որ միտք կար հայկականի, բայց դվյալ պահին ես պատրաստում էի այլ երկրների ուտեստներ, տեսնելով ադրբեջանցի ֆուդբլոգերի ով պատրաստում է հայկական ուտեստներ եւ ներկայացնում է իրանցը, ասեցի ինչի չկա այն հայը, ով պատրաստում է ով չի պատրաստում հայկական եւ չի ներկայացնում եւ որոշեցի այդտեղից ինչու ոչ պատրաստել եւ ներկայացնել հայկականը։ Իսկ քո գիրքը սերը դեպի խոհանոց երբ ծնվեց, երբ առաջին անգամ հասկացար, որ դու այդտեղ քեզ ամենալավն ես զգում։ Ինձ թվում է դեռ մանկությունից հիշում եմ, որ տունը հաց էին թխում, ես կամ տորթեր էին թխում, ես միշտ խառնվում էի, ուզում այդ կռեմից ուտել, այդ խմորից ուտել, այդ հացը ես թխեի, անգամ հիշում եմ լավ, առաջի անգամ հաց թխել եմ 10 տարեկանում, օգնել եմ տատիկիս ու մամայիս, դե մամաս առևտուր էր անում, իսկ տատիկս տունը մենակ երեխեքի հետ, տենց փորձում էի օգնել, տենց ստացվում էր իմ մոտ, հա։ Ու եկար Երևան, սկսեցիր այստեղ արդեն կյանքդ դասավորել 17 տարեկանում, սկսեցիր մենակ ապրել Երևանում։ Սկզբի շրջանում ոչ, ընտանիքի կեսով ենք Հայաստանում, այդ ժամանակ սովորում էի վարսավիրություն, խոհարարություն, հետո իմ առաջի աշխատանքի վայրը եղել է դա բանջարեղեն վաճառող, որտեղից հետո արդեն խոհանոցում օգնական, այնուհետև համալսարան ընդունվեցի, սովորեցի տնտեսագիտություն, բանկային գործ, դրանից հետո խոհարարությունից հելա, աշխատում էի սպասարկման ոլորտում, այնուհետև արդեն թեժ խոհանոց հեռուստաշոուին, որին մասնակցեցի եւ ելի մեծ բախտ վիճակվեց սովորելու Երեմյան ակադեմիայում, որտեղ սովորեցի եւ ամեն ինչ հենց ինձ թվում է այդտեղից եկավ դեպի խոհարարություն կրկին սերը։ Թեժ խոհանոցը քեզ վերադարձեց Այո։ ուտելիքների աշխարհ, կարող եք ասել։ ասել։ Այո, ավելի ուրիշ ձև, ավելի պրոֆեսիոնալ մոտենալ գործին եւ ուրիշ հայացքներից նայել խոհանոցին, խոհարարությանը։ Okay, հիմա Հայաստանում կան բավականին շատ ֆուդ բլոգերներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում, բայց դու միշտ են ամենաշատ դիտում ունեցողներից մեկն ես, քո էջը միշտ ամենաակտիվն է, քո ուտելիքները մարդիկ ֆիքսում են, ոնց ես կարողանում մնալ ջրի վրա միշտ, որովհետև այդ շատ ակտիվ դաշտ է հիմա։ Իրականում շատ բարդ է, քանի որ իմը մի քիչ տարբերվում է մնացածից, հումոր չկա, լայֆսթայլ չկա, ընտանիքի ինչ որ անդամներ չկան, ավելի խորացված է ուտելիք պատրաստելու մեջ եւ ավելի շատ հայկական է իմ մոտ, բայց վերջի շրջանում մի փոքր կոտրում եմ այլ երկրների ուտեստներ նույնպես պատրաստում եմ։ Իմ կարծիքով ավելի շատ մարդկանց հետաքրքիր է պարզություն, հայկականը, մոռացվածը եւ ուտեստներ, որոնք ոչ մեկ չի լսել եւ առաջի անգամ է տեսնում եւ այդպիսի հոլովակներ շատ ունեմ, որ միլիոնից ավել են դիտումները եւ ես ինքս առաջի անգամ եմ դա տեսել, փորձել, պատրաստել եւ շատ հետաքրքիր է ստացվում ու մոտավոր չգիտեմ մարդիկ ինչ են ուզում իմ էջում տեսնել, բայց միշտ չի որ ես դա կարող եմ տալ, քանի որ ուտելիքներս պատրաստում եմ տվյալ ժամանակին համահունչ, այսինքն եղանակին, թե տոնին ինչ պատրաստեմ, աշունը ինչ կարելի է պատրաստել, ամառը ավելի թեթև։ Պետքական ինֆորմացիա, որ մարդիկ տեսնեն ու կարողանան կիրառել, հա, զուգահեռաբար։ Խոսենք նորից թեժ խոհանոցի մասին, Աբրահամ, դու երկրորդ տեղը գրավեցիր ու պայքարը շատ թեժ էր այդ եթերաշրջանում հիշում եմ։ Հայկը հաղթեց կարծեմ, ինձ հետաքրքիր է կա կապ մասնակիցների մեջ, գիտես ովքեր էլի շարունակում են իրենց կյանքը խոհանոցում։ Ինձ թվում է թեժ խոհանոցը ինձ շատ լավ ընկերներ տվեց եւ շատ մասնագետներ թեժ խոհանոցից հետո հելան։
Ես հիմա կապ ունեմ Հերնարի հետ, Ռոզայի հետ, Նարիրայի հետ, Ողջունում ենք մեր բոլոր այո, բոլորին ողջունում եմ, բոլորից սիրում եմ։ Եթե ինչ-որ մեկի անունը մոռացա կներեք, հիմա չեմ Բայց ընկերներ ձեռք բերել եք միանշանակ նախագծից։ Հերնարը մեծ ձեռքբերումներ ունի այս ոլորտում, իմ ամենասիրելի ֆավորիտ ֆուտբլոգերն է ինքը Հայաստանի։ Ռոզան, որը շատ լավ հուշագործություն է դարձել, Նայիրան հիանալի դիզայներ եւ էլի բլոգ է սկսել վարել շատ հետաքրքիր ձևով։ Այսպիսի բաներ։ Հրաշալի։ Լավ, Աբրահամ, ինձ նաև շատ հետաքրքիր է երազանքները ֆուդբլոգինգով զբաղվող մարդկանց, չգիտեմ, օրինակ, այդ դրա վերջը ինչն է, Միշլեն ռեստորան ունենալն է, ռեստորանային ցանց ունենալն է, ինչ ես դու պատկերացնում, ինչպիսին ես տեսնում 10 տարի անց սրա ապագա։ Ապագայում ես մի քիչ ուրիշ ձև եմ պատկերացնում, երևի թե կունենամ իմ ռեստորանը, հետաքրքիր հայկական մոտիվներով, գլինի խոհարական գիրք հայկական խոհանոցից եւ ինչ-որ պրոդուկտ, որը կվաճառվի եւ հենց իմ կողմից ինչ-որ մի ուտելիք կլինի տա կամ ինչ-որ մի բան, որը իմ արտադրանքը կլինի։ Եվ մի հատ էլ մեծ երազանքի պես կուզենայի բլոգը ավելի դուրս գար Հայաստանի տարածքներից, ճիշտ է, շատ են հետևում դրսից, իմ ուղղակի հետևորդները դրսի հայեր են, կուզենայի նաև հայերից բացի այլ երկրի մարդիկ միանային, իրականում միանում են, բայց շատ քիչ թվով, որը շատ գովելի եւ հավես է, որտեղ նայում ես մարդը լրիվ հայ չի անազգանուն է, հետո խոսում ես, ինք ասում է ոչ, ուղղակի միացել եմ քեզ, կամ մարդիկ, ովքեր գիսով չափ հայ են, բայց գիսով չափ նաև այլազգի են, նաև շատ են միանում Թուրքիայից հայեր, ովքեր մոռացել են իրանց նախնիները հայ են եղել, բայց իրանք տեսնելով այս ամեն ինչը իրանք քաշում է ու գրում են իրանք։ Լեզվի խնդիր կա այստեղ ուղղակի երևի Աբրահամի։ Այստեղ մի փոքր լեզվի խնդիր կա, այո, որտեղ հայկականն է իմը։ Երբեմն լինում է տեքստեր գրում եմ անգլերեն տակը, վիդեոն հենց որ գնում է, բայց ուղղակի երբեմն սպառվում ես այդքան գրելով մենակ նկարել, մոնտաժել, հետո փոստել, այդ ամեն ինչ անելը մի քիչ բարդ է։ Այո, ուզում եմ պատմել նաև այս ներքին խոհանոցի մասին, որտեղ մարդիկ, շատ մարդիկ, ովքեր չեն էլ պատկերացնում են նկարման process-ը այդ ամեն ինչի, ուղղակի թերթում են, չէ՞, ասես մատի մի շարժում է իրենց համար, ու շատ հեշտ է այդ ամեն ինչը պատկերացնում։ Ոնց էս ուտելիքը ընտրում, նախ ոնց էս կողմնորոշվում, անընդհատ ունենալ նոր ու հետաքրքիր ուտեստներ, որոնք մարդկանց պետք է հետաքրքրի։ Իրականում շատ բարդ է, բայց օգտվում եմ մի քանի տեղերից, կան գրքեր հայկական խոհանոցից, որոնք ունեն մի քանի հատ կայք կա, որտեղ հայկական արևմտյան Հայաստանի խոհանոցի ուտելիքներն են, տատիկից բաղադրատոմսերը եւ մարդիկ, ովքեր իրանց տատիկի, իրանց մամայի բաղադրատոմսերն են ուղարկում ինձ, որոնք պատրաստում եմ։ Ընտրում եմ եղանակին համահունչ եւ մոտավոր պատկերացնելով թե տվյալ պահին մարդիկ ինչ կնայեն, որտեղ բաղադրատոմսեր կան, որոնք կարան պատրաստեն, բայց ես չեմ ուզում պատրաստեմ, ուղղակի պատրաստելու համար։ Հա, պետք է զուտ դրամատրվեմ ինձ, պետք է վերապրեմ, պետք է մտքով պատկերացնեմ դա ոնց է լինելու, իր համերը ոնց է լինելու եւ այդպես պատրաստեմ։ Իսկ նկարման process-ը ոնց է կազմակերպում, դու ես անում, մոնտաժում։ Ես եմ նկարահանում, նկարահանումը տևում է մոտավոր 2 ժամ, եթե քաղցր եմ պատրաստում, դա արդեն 3-4 ժամ, դա ինքը շատ բարդ է քաղցր պատրաստելը։ Այնուհետև մոնտաժի process-ն է գալիս, երևի թե մի ժամ մաքսիմում մոնտաժելը։ Դե իհարկե հետևից ամանլվալ բան չեմ ասում, դա ամենադաժան, ամենահոգնեցնող process-ն է այս ամեն ինչի, եւ արդեն post-ելու process-ն է գալիս մի 15-20 րոպե մաքսիմում։ Այսինքն մի քանի ժամ, օրվա կեսը կարելի ասել դրամատրում եմ այդ մեկ վիդեո նկարելուն։ Ինչ ինտենսիվությամբ ես փորձում պահել post-երի հաճախականությունը։ Փորձում եմ շաբաթական 3 կամ 4 reel հրապարակել։ Երևի թե արդեն մոտ 200-ից ավելի հայկական բաղադրատոմսեր կան իմ էջում։ Վաու։ Իսկ հեղինակային ուտեստների մասին մտածում ես, Աբրահամ, չգիտեմ, կամ քեզ հետաքրքրում է առասարակ այս ուղղությունը, որտեղ ինձ թվում է քո ոճի խոհարարին մի օր դա պիտի կանչի։ Կան բաղադրատոմսեր, որոնք ես եմ պատրաստել, այսինքն դա ոչ միտեղ չկա, չէ՞ ես մտածել եմ այդ համերը լավն է, տենց կարելի է համադրել եւ պատրաստել, կան այդպիսի բաղադրատոմսեր եւս իմ մոտ։ Սպասենք ավելի շատ հեղինակային ավելին կարծում եմ կլինի մյուս տարի, արդեն երբ գիրքը գրվի խոհարական, մտքեր ունեմ հաջորդ տարի եւ արդեն կմտածեմ իմ բաղադրատոմսերով ինչ-որ բաներ պատրաստել։ Իհարկե շատ եմ ուզում դուրս գնալ, դրսի խոհանոցներն էլ ծանոթանալ աշխատանքներին, թե ոնց են դրսում աշխատում եւ այնուհետեւ նոր կլինի հեղինակային գիրքը իմ բաղադրատոմսերով։
Իսկ օրինակ եթե ռեստորան ունենայիր ու այս քո ուտեստները, որոնք նկարել ես արդեն 200 եւ ավելի, որը կներ ամենավաճառվողը, որ նայել ես ու հասկացել ես, որ վաու, մարդիկ էս ինչքան հետաքրքրվեցին։ Շատ կան, կառանձնացնեմ խուրջինը, վանի նավակը, որի անվանում ես եմ դրել, նույնը պաներ խաշը, շատ կան իրականում, որ ահա որ շատ դիտումներ ունի եւ ահա որ շատ պահանջարկ կան տվյալ բաղադրատոմսերի։ Իսկ ուտեստը պատրաստելուց մտածում ես, որ մաքսիմում վիզուալ սիրուն ստանամ, թե մաքսիմում համով ոնց ես աշխատում ուտելիքի հետ, որը նկարելու համար ես պատրաստում։ Նախ պետք է համով ստանալ, որովհետեւ ես սիրում եմ համով ուտել ու պետք է իմ քիմքին ինքը համերով լավ լինի եւ իմ դուրը գա։ Միանշանակ հետո պետք է արդեն սիրուն լինի, որ մարդուն գերի, որտեվ առաջի հայացքը սիրունությունն է։ Մարդ տեսնում է տեսքին, հետո նոր արդեն համը, դե համը ես եմ ուտում ու իմ վիդեոների առաջի 3 վայրկյանից արդեն գալիս է համ տեսելը, եւ էտել է մարդկանց քաշում, ասում են ախորժակով ես ուտում, հավեսա, էտել է մարդկանց ձգում այդ ուտելու process-ը եւ իրանք մտածում են համով է երևի, բայց իրականում համով է։ Շատ քիչ դեպքերում համով չի զուտ, որ եթե ես չեմ սիրում տվյալ բաղադրիչը պատրաստում եմ, մի քիչ կարող է իմ դուրը չկա, բայց դա օքեյ է, որտեվ ամեն մարդ ունի իր համը։ Հա, դա դժվար է խոհարարի դեպքում մանավանդ չնայած երևի այդ բանը չգիտեմ ոնց պիտի անեք ապրում խոհարարներով էլի միշտ քո քիմքով եթե առաջնորդվես ուրեմն այն մարդիկ ովքեր պիտի գան քո ռեստորան մաքսիմում մոտ պիտի լինեն քո քիմքին թե ոնց անես որ կարողանաս շատերին ավելի շատերի քիմքին մոտ լինես պետք է մոտ լինես մի քիչ բայց դե չես կարա մենակ դու քո պատրաստածը քո առաջարկածը դաս հյուրին որովհետև բաները դու չես սիրում բայց գիտակցում ես որ այն մարդը սիրում է տենց առաջնորդում այդ պահով որ մոտավոր գոնե ինձ էլ դուր կա ու այս պատրաստելուց հաջիկ ստանամ դիալ տեստա ասում են ջավախքում ամեն ինչ ունի իր պատմությունն ու լեգենդը ու ինձ հետաքրքիր է դու ուտեստները, որոնք բացարձակ կապ չունեն ջավախքի հետ պատրաստելիս, ինչ որ այդպես ֆոկուսներ ունես, բան որ ջավախքի խոհանոցից եկած է, չգիտեմ, այ մի պտղունց թե որ կարի գցենք, սենց կլինի։ Ինչ որ մի բան, չգիտեմ։ Ջավախքի ուտեստները ավելի շատ իրանք պարզ են, ավելի հասարակ ուտեստներ են, բայց ավելի համով, որովհետև իրանք բնական հենց տան կարակ, տանյուղ, մածունը կաթը եւ ամեն ինչը տնական է օգտագործում, դե միանշանակ եթե բնական մթերքներ ենք օգտագործում, մթերքը ավելի համեղ է լինում, բայց կառանձնացնեմ գաթայի տատիկից պատրաստելու տարբերակը, որը շատ համեղ է ստացվում, տատիկս խորիզը պատրաստելուց ալյուրը բովում էր, ինքը շատ յուրահատուկ համ է հաղորդում գաթային, որը ոչ միտեղ չեմ տեսել, մենակ մեր տունն եմ տեսել դա, որ տատիկս խորիզը բովելով էր պատրաստում, որը շատ բարդ է, որտեղ կանգնելու է մանրմանդ գրակի վրա բովես այն։ Կան ինչ-որ նյուանսներ, որոնք հա իրոք օգտագործվում են, որ ուրիշտեղ չես տեսնի։ Բերել ես հետդ ինչ-որ բաներ ամեն դեպքում ջավախքից։ Հա, ինչ-որ բաներ կան, որ ասենց չբերեսել քո մեջ արդեն կա դա նստվածքը կա դրա։ Լավ, եւ վերջում Աբրահամ, ինչ խորհուրդ կտաս սկսնակ բլոգերներին, ովքեր ուզում են ունենալ իրենց խոհանոցային բլոգը, բայց արդեն ունեն մտավախություններ, որտեվ շատ մարդիկ այսօր զբաղվում են դրանով, ընտրությունը շատ մեծ է, ուղղակի կարող ես անել ու չհայտնվել ուշադրության կենտրոնում։ Իրականում շատ բարդ է, այն էլ հիմա եւ շատ են բլոգերները, նամանավանդ ֆուդ բլոգերները։ Պետք է անել այն, ինչ իրապես սիրում են, որովհետեւ եթե դու ինչ-որ բան պատրաստեցիր զուտ դիդում հավաքելու համար, դա մի օր կորելու է։ Դու պետք է հաճույք ստանաս քո արած աշխատանքից եւ այնքան որ ինքը պատրաստել չլինի, այսինքն ամբողջությամբ պետքա տրվես դրան, ուսումնասիրես, ինչ կա, որն է քեզ ավելի մոտիկ, հոգեհարազատ։ Կարծում եմ պետքա նայեն ավելի շատ իրանց սիրտին ինչա թելադրում եւ ինչ իրանք իրապես ուզում են անեն։ Ճիշտ հասկացա, որ այստեղ խոսքը միայն մաթեմատիկայի ու հաշվարկների մասին չի, պետքա էմոցիա ու միանշանակ էմոցիա ու պատմություն պետք է ունենա։ Ես տենց եմ կարծում, ամեն մի բլոգ առաջինը պետք է պատմություն ունենա։ Երկրորդը պետք է էմոցիա, որտեվ էմոցիոնալ առումով իմ բլոգը ես զգացել եմ մարդկանց շատ է տանում դեպի հետ մանկություն եւ բոլորը հիշում են իրանց մանկությունը, այդ ուտեստներն են հիշում, այդ համերն են վերապրում, դա շատ կարևոր է, որտեվ առաջնային ես որ նոր եմ սկսել բլոգը, ես շատ է ուրախանում, որ մարդը ապրելով Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա, տարբեր երկրներում, իրանք գնում են դեպի արմատներ, դեպի մանկություն եւ իրանց համար դա շատ հետաքրքիր է եւ շատ հարազատ, որ դու կարողանում ես արտնացնել իրանց համար այդ էմոցիան իրանց մեջ։
Հրաշալի։ Հուսամ, որ 26 թվականին, Աբրահամ, մենք կգանք քո ռեստորանում արդեն քո այդ շատ ախորժալի ուտեստները վայելելու։ Չնայած այսքանով ես քեզ դեռ բաց չեմ թողնում, որովհետև մենք ունենք փոքրիկ անակնկալ առաջադրանք, սենց ասեմ, հա, Աբրահամի համար, բայց դրա մասին եւ դու եւ հեռուստադիտողը կիմանաք կարճ դադարից հետո անպայման կվերադառնանք եւ կհասկանանք, թե այս ուշ ժամին Աբրահամը մեզ ինչպես է կերակրելու, այսպես մնացեք ներսում։ Rocking around Christmas tree at the Christmas party hall. Mistletoe hung where you can see every couple trying to jump. Rocking around the Christmas tree, let the Christmas spirit ring. Let we'll have some pumpkin pie and we'll do some caroling. Elis donatarans pop, summer pop. Asisa sani karan sarans pesarans pop. Elis donatarans pop, summer pop. Asisa sani karan sarans pesarans pop. Մենք վերադարձանք եւ քանի որ նոր տարի եւ Սուրբ Ծննդյան շաբաթն է, ուստի ներսում կարելի է ամեն բան այս իմպրովիզացիոն խոհանոցում շեֆ խոհարարը Աբրահամն է եւ Աբրահամ ես մաքսիմում քեզ կարող եմ խանգարել։ Okay. Դու կարող ես սկսել, ես ընթացքում կփորձեմ օգնել, բայց կարծում եմ ավելի շատ խանգարել կստացվի դա։ Բարի, պատրաստել ենք բազրկանի, ինքը Արևմտյան Հայաստանի խոհանոցի ուտեստներից է։ Բազրկանի։ Այո, որը նշանակում է հովի ջար։ Լրիվ բուսական ենք պատրաստելու, քանի որ հետո արդեն գալու է մեծ բակի շրջանը եւ մարդիկ կարողանան հանգիստ պատրաստել այն։ Մի փոքր փոփոխել եմ ես, ավելի նոր տարբերակով ենք մատուցելու։ Բրուսկետայի տեսքով։ Չոբանի ճաշ ենք պատրաստելու, պանիր ոնց չկա մեջ։ Ես հիշում եմ այն ժամանակ չոբանի բուրում ասվածը որ կար, մի հատ լավաշի մեջ պանիրը, կանաչեղենը ու այդպես պանիրը լավ շատ էր էլի միշտ։ Նաև այստեղ իմաստը այն է, որ ինքը ամեն ինչ հավաքել է միտեղ եւ պատրաստել է ինչ որ մի ուտեստ։ Հասկացա։ Դրա համար ավելի շատ հովի ճաշ է կոչվել։ Բայց կա երկու տարբերակ, մեկը լրիվ պանիրներն է ու 7 տեսակի համեմունքներ, այս տարբերակը ինքը զեյթունով է պատրաստվում։ Կանաչ զեյթունով։ Առաջնային կտրատենք 4 բաղադրիչները, որ Իսկ կրակը ինչի համար է, այսպես։ կրակը որ հացերը չորացնենք, եթե դու ուզենաս Ես կարող եմ կողից կարող ես չորացնել, բայց տախտակը չվառես։ կողքերը մենակ։ Չէ, հայ տենց։ Այս տարի խոհանոցում մի քանի ամիս աշխատել եմ Աբրահամ ջան, ֆիլմի նկարահանումների Շատ լավ է համար, ստացվում։ որի մասին դեռ չեմ կարող պատմել, բայց լավ է, չէ, սենց։ Մի փոքր կարաս կարմրացնես։ Վահեն ընդերից գոռում է վառեց, վախ է։ Վայ, լավ է։ Չի վառվում։ Վառե։ Այս որտեղից ես օրինակ բեղել ես ուտելիքը Աբրահամ։ Այս բաղադրատոմսը Սոնա Թաշյանից են վերցրել, ով ունի շատ մեծ քանակի հայկական խոհանոցի բաղադրատոմսեր։ Իրան շատ շնորհակալ եմ, որովհետև իր միջոցով ես լիքը նոր բաղադրատոմսեր, այո, եւ հայկական խոհանոցը բացահայտել եմ մի ուրիշ աշխարհից։ Իրականում Արևմտյան Հայաստանի ուտեստները շատ բազմազան են եւ շատ է տարբերվում մեր Հայաստանում պատրաստված ուտեստներից եւ այնտեղ ամեն շրջան, ամեն տարածք ունի հատուկ իրան բնորոշ ուտեստ։ Համեմունքները ավելի շատ են այնտեղ։ Այո, համեմունքներն ավելի շատ են, ավելի շատ տարատեսակի բանջարական են օգտագործում։ Այսպես հիմա կտրատում ենք զեյթունը կանաչ։ Ես հիմա սուշեֆի գործն եմ անում, թե չէ։ Այո, Թե սուշեֆը չի անում սա։ անում է սուշեֆ։ Ուզում եմ հասկանալ իմ դիրքը էլի ես խոհանոց։ Ընտիրա։ Այսինքն լեգենդա ասում է, որ չոբանները այս ուտելիքը պատրաստել են սարում։ Այո, ինչ պատահել է եւ ինչ տարել են իրանց հետ տնից եւ ինչ գտել են այնտեղից։ Ըստ լեգենդի, չգիտենք ինչքանով է ճիշտ, բայց կա ինչ որ ճշմարտություն։ Հացի հոտը
համով եկավ։ Ապրամ ռեստորանի տանունը մտածել ես, որ բացելու լինես, ինչ ես դնելու անունը։ Փոքր Հայաստան։ Փոքր Հայաստան։ Կամ հենց իմ անունով Աբրահամ, բայց Ինչ եղա քո անունը իրականում։ Աբրահամը երկու լեզվով եմ գրելու, այսինքն Աբրան ինքը անգլերեն է լինելու, համը հայերեն։ Ահա։ Դից անվան մեջ ինչ որ կա, Բառախաղ կա, բառախաղի տեղ ունես։ համային ինչ որ բան կա։ Աբրա։ Հա, աբրակադաբրայի եւ Բայց հետևից պետք է անունը կարդալ, մի քիչ վախենալու է անունս հետևից։ Մահարաբ։ Մահարբա։ Բայց արաբերեն բառ է։ Արաբերեն բառ է տալու, այ։ Հիմա Ստացվեց։ Զեյթուն էլ կտրատեցինք, ինձ թվում է հերիքա։ Մի քիչ կվերցնենք մաղադանոց։ Մենք կարմիր սոխը չենք օգտագործի, բայց իրականում իր մեջ կարմիր սոխ էլ կա։ Հա, բայց քանի որ մենք այսօր Տաղավարում ենք որպես տոնական հովիվներ չենք Այո։ գործի, ամեն դեպքում սոխով չենք ուտի։ Անախորժություններից խուսափելու համար։ Հիմա կտրատում ենք լոլիկը։ Եվ այստեղ շատ համեր կա, լոլիկի մածուկ, նրան նոշարապ, բուսայուղ, իսկ զեյթունի զեթ։ Ես որ բավականին շատ հա բաղադրիչներ կան։ Կիսա քաղցրոտ թվաշոտ հետաքրքիր ինչ որ ակցիան է ստացվում նախ ուտեստի տեսքով։ Հայրեն որպես ստարտեր կարող ենք Այո, իհարկե։ հաշվել։ Վերջ, շեֆ։ Շնորհակալ եմ շատ, իդեալական։ Մնաց լոլիկը կտրատել ու վերջ բոլորը միացնել իրար եւ պատրաստել։ Հետո տենց բրուսկետայոտ ենք ստանալու Այո, իրան։ այո։ Վաու։ Հա, փաստորեն մեր հովիվները Դե իմացել են ինչ ուտել։ Իրանք բրուսկետայով չեն կերել, իսկ նո լավաշով են կերել։ Մենք մի քիչ ավելի Fusion տարբերակով Այո։ կներկայացնենք այս ուտելիքը։ լոլիկն էլ է հերիք։ Հիմա ավելացնենք համունքները։ Աշկաչափով ես ավելացնում դու միշտ ամեն Միշտ։ մուտքը։ Սև պղպեղ։ Արդեն դու ունես քո Կարմիր սիրելի չափաբաժինը, Այո, այո։ Երբեմն Պղունցը։ երբեմն աղը չափը անցնում եմ աղի պահով, բայց Սիրում ես աղի որ լինի այո։ ուտելիքը, դու քո ուտելուց։ Հիմա այդքան չէ, բայց առաջ ավելի շատ։ Հիմա իրականում ոնց եղավ, տենց էլ կուտեմ նման ռեստորաններում որ գնում եմ կամ ինչ որ միտեղ, ես աղ չեմ ավելացնում։ Չես ավելացնում։ Լոլիկի մածուկ, նրան նոշարապ, Վաու։ այսքանը բավական է։ Իհարկե բուսայողը չմոռանանք։ Ինչու՞ ես շատ ֆիրմա բան ստանում, բայց հիմա Աբրահամը հովվի ճաշի համար ինձ դուր է գալի այդ գաղափարը։ Հիմա խառնում ենք։ Գույներն էլ է սիրուն ստացվում, կանաչի ու կարմիրի։ Այս ձիթապտուղները մի քիչ տենց իտալական տրամադրություն է տալիք տենց։ Իրականում հենց Իտալիայից էլ բերած է։ Ձիթայովը։ Դե Արևմտյան Հայաստանում եւ զեյթուն է աճել եւ ինձ թվում է ավելի շատ օգտագործել են ձիթայուղ, քան արևածաղկինը։ Եվ ինչը հրաշալի է։ Մի փոքր Տես աղը չդիմացավ էլի։ եւ համունքներից էլ կավելացնեմ, ասում սև պղպեղ։ Իսկ շատ արագ ընդհանրապես մի քանի րոպեում տանը կարող են մարդիկ պատրաստել Այո, նմանատիպ աղցան։ Քիմիոնից շատ զգուշ պետք է վարվենք, իր համերը շատ սուր են։ Դրա համար իրան չենք անի։ Գերակշռող համ կդառնա Այո։ շատ արագ, չէ։ Հիմա հավաքում ենք։ Հա, մի հացի վրա չենք դնում։ Մի Իսկ հաց- մեր ուղակի սենց սկսում ենք իրա վրա։ Չէ, այսինքն սիրուն։ Սրա ինչ որ ուրիշ անունը դի մտածես Աբրահամ։ Չնայած հենց այդ անունը շատ Սիրուն է բազրկանին։ բազրղանի, Բազրգանի։ հովվի ճաշ ավելի լավ է։
ռեստորանի մենյուում կուզեի որ տենց կարթայի ավելի շատ, քան բազրգանի։ Ինքը իրականում մուսալերան քոանուց է եւ բարբարային թարգմանվում է հենց հովիճար։ Հա, բազր, Այո, բազրկանին հենց բազրը հովիվն է, հա, երևի։ Կամ ուտելիք։ Բազր։ այդքան չեմ խորացել։ Այս բրուսկետայի մուսալերան տարբերակն է կարող ենք տենց ասել, հա, տենց է ստացվում։ Այո։ Այ, այսպես։ Դաժե կարելի էր մի քիչ էլ պարմեզան, եթե իհարկե լիներ։ Դե լավ, դե հիմա Դա գտարնա։ հովիվին պարմեզան որտեղից է։ Ոչ կանք չեչի լավելացնենք։ Հա, հորած բանիր։ Ամենահամովը։ Սիրուն կլներ իստումա ու համով կարևոր է։ Վաու, այսքան բան։ Վերջ։ Վերջում էլ։ Ձևավորում ենք։ Գույներ։ Ընկույզով Վերջ, պատրաստ է։ ուտենք։ Փորձենք։ Մեծ լավ արի ցույց տամ, թե ինչքան սիրուն կարելի է ստանալ այս ամեն ինչը ընդհանրապես մի քանի րոպեում։ Դե ոչ մի կասկածի տակ չի դնում քո տաղանդը Աբրահամ խոհանոցում եւ այս բրթուջով էլ ուզում եմ քեզ ասել շնորհակալություն, որ եկար ներս, բերեցիր ներս քո ջերմությունը։ Քեզ հաջողություն եմ մաղթում ու իսկապես հուսով եմ, որ մի օր քո ռեստորանում կընտրենք։ Շնորհակալ եմ։ Քեզ եմ շնորհակալություն հայտնում եւս մեկ անգամ սիրելի մարդիկ այս տարվա առաջին թողարկումը ստացվեց համով, ջերմ ու հայկական։ Աբրահամին եւս մեկ անգամ շնորհակալություն իր էներգիայի եւ համի համար եւ հիմա տարվա առաջին կենացի ժամանակն է, մեկ վարկը։ Այսպես։ Այս գավաթում վիենդեմ կոնյակ է, որը հասունացել է Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։ Թող այս նոր տարում մեր բոլոր համերը լինեն ճիշտ, մեր հաջողությունները կայուն, մեր անկեղծությունը ձեռագործ, ինչպես այս կոնյակը։ Բարի գիշեր բոլորին, եթերում Ներսարին էր, կհանդիպենք։ Մնացեք բարով։ Շնորհակալություն Աբրահամ։ It's the most wonderful time of the year. It's the happiest season of all. With those holidays greeting and gay meetings where friends come to call. It's the most wonderful time of the